Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, մեզ հետևող սիրելի հայրենակիցներ։ Հիմնական խոսքիս անդրադառնալուց առաջ պարոն Մելքոնյանը ցավոք գնաց կրկին, քիչ առաջ սոցիալական արդարության մասին խոսելուց հետաքրքիր բան ասաց, թվում է բաներ կան, որոնք այնքան պարզ են, այնքան հին եւ այնքան կրկնված, որոնց մասին կարիք էլ չկա խոսելու, բայց ունենք այնինչ ունենք, խոսքում նշեց, որ այ դպրոցները պիտի լինեն անվճար Հայաստանի Հանրապետությունում։ Պարոն Մելքոնյան, հանգստացեք, Հայաստանի Հանրապետությունում դպրոցները անվճար են, անվճար հիմունքներով ծառայություններ են մատուցվում։ Անցնելով առաջ, նախորդ լիագումար նիստերի ընթացքում Տիկին Թովմասյանը անդրադարձավ մի հիմնադրամի այս դահլիճում, այն եզակի հիմնադրամներից, որոնց մասին կարծես թե բացասական շեշտադրումներով, նոտաներով երբևէ արձագանքներ չէինք ունեցել, ինչի իմ համար շատ տարօրինակ էր այս դահլիճում կասկածի տակ դնել մի հիմնադրամի գործունեություն, խոսքը ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի մասին է, եւ քանի որ այս դահլիճում միակ ներկայացուցիչը, նախկին ներկայացուցիչը ես եմ, հարկ եմ համարում անդրադառնալ այս հիմնադրամին եւ այո, այս դեպքում եւս մեր խնդիրն է, մեր խնդրեմը եւ մեր բացթողումն է, որ մենք քիչ ենք խոսացել նման հրաշալի գործիքի մասին, որը գործում է Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի ոչ թավշյա բռնի հեղափոխություն, ոչ բռնի թավշյա հեղափոխությունից հետո, եւ ես քանի որ կասկածի տակ դրեց Տիկին Թովմասյանը շատ հեգնանքով ասելով, այ մի հիմնադրամ եք ստեղծել, որի արդյունքում ներդրողների ձեռքից բռնած պիտի տանեիք տարբեր գերատեսչություններով, մեկ պատուհան սկզբունքով պիտի լուծեիք իրենց հարցերը, ես հիմա ասում թվերով խոսենք այդ մասին, հասկանանք հիմա արդարացրել է այդ հիմնադրամի գործունեությունը, թե ոչ, խնդրում եմ ուշադրություն դարձնենք այս թվերին, որովհետեւ շատ խոսուն են, ցցուն թվերի մասին եմ խոսում։ 2024 թվականին, եթե լսում էին Տիկին Թովմասյանը, հիմնադրամի կողմից աջակցություն է տրամադրվել 581 գործարարի, հիմա սա արդյունք է, թե արդյունք չէ, որից 429 խորհրդատվություն տրամադրման տեսքով, իսկ ուղեկցվել է հիմնադրամի կողմից ուշադրություն, խնդրում եմ դարձրեք 152 ներդրումային ծրագիր։ Միաժամանակ 2024 թվականին մեկնարկել են 16 խոշորածավալ բյուջեով ծրագրեր, իսկ 66 ծրագրեր շարունակաբար ուղեկցում են հիմնադրամի կողմից, այսինքն այն ներդրումային ծրագրերը, որոնք կյանքի են կոչվել, շարունակաբար ուղեկցվում են հիմնադրամի ձեռքից, այո, հիմնադրամը գնում է, թակում է ներդրողի դուռը եւ շարունակաբար հարցնում է էլ հավելյալ ինչ գործիքի կարիք ունի ներդրողը։ Օտարերկրյա կապիտալով ներդրումների մասին։ Ծառայության շրջանակներում ինչ օրս աջակցություն է տրամադրվել 229 օտարերկրյա կապիտալով ընկերության։ Ցավում եմ, որ իմ ժամանակը սպառվում է եւ ամփոփելով, ուզում եմ ասել, քանի որ այս հիմնադրամի տեղը շատ լավ տիրապետում է մեր ընդդիմությունը, այն իրենց միասնական հաղթած Թեկնածու Վարդան Ղուկասյանի ձեռքից խնդրում են բռնել եւ տանել այդ հիմնադրամ, որովհետեւ ինքը խոստացել էր խոշորածավալ ներդրումներ Գյումրի քաղաքում, ես վստահ եմ, հիմնադրամը պատրաստակամ է այդ բոլոր ներդրումները ներգրավել ներդրումների աջակցման կենտրոնի աջակցության ներքո։ Շնորհակալ եմ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։